Ֆրեդն է, ոչ, խոսքը ամերիկացի գիտնական Ֆրեդ Ռեմսդելի մասին չէ, այլ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի, 66-ամյա Ֆրեդ Հայրապետյանի, որի շնորհիվ Արցախում դեռ հայերեն խոսք է հնչում։ Նա փոքրահասակ, սապատավոր, խեղճ տեսքով, գլուխը միշտ կախ քայլում էր Ստեփանակերտի փողոցներում։ Հագուստը միշտ չափից մեծ էր, իսկ տեսողական ակնոցը, որ նրան գիտնականի տեսք էր տալիս, ավելի շատ ծառայում էր ոչ թե տեսնելու, այլ ակնոցի տակից նայելու համար։ Ավելի է կռացել, ծերացել, բայց ինչպես տեսնում ենք ադրբեջանական մեդիատիրույթում տարածվող տեսանյութերում, չնայած ծաղրանքներին ու բռնությանը, սովորությանը հավատարիմ քայլում է հարազատ քաղաքի փողոցներում, քթի տակ բաներ խոսում, փնթփնթում։ Նրա հարևանուհի Լիրա Աղալայանի խոսքով նույնիսկ թշնամուն չի հաջողվել ընկճել նրան։ Ինքը ինչպես եղել է իր ասացին, ինչպես եղել է սկզբունքային մարդ, նույնն էլ շարունակում է հիմա, որով այսօր ցավոք հենց այսօր ենք հպարտանում Ֆրեդի այդ տեսակով։ Հարևանուհու խոսքով նա շատ կիրթ եւ ապահով ընտանիքից էր։ Ծնվել էր մանկական ուղեղային կաթվածով, ինչը ծնողների համար մեծ ողբերգություն էր, բայց նրանք խնամքի չեն հանձնել երեխային։ Ֆրեդի հետ մեր ծանոթությունը շուրջ 35 տարվա պատմություն ունի, դեռևս 90-ականներին, երբ մենք ուսանող էինք, Ֆրեդենց հետ ապրում էինք հարևանությամբ։ Իսկ 2006 թվականին այնպես ստացվեց, որ մենք հենց գնացինք բնակարան Ֆրեդեն շենքում եւ ավելին ասեմ, հենց Ֆրեդի հորական բնակարանը գնացին, ասեմ, որ շատ մեծ դժվարությամբ էր համակերպվում, նույնիսկ կարելի ասել ոչ էլ համակերպես միջև վերջ այն մտքի հետ, որ այլևս այդ տունը իրենցը չէ, մերն է։ Ու նույնիսկ երբ մենք փորձում էինք այդ տանը որևէ բան փոխել, սկսած դռնից ինքը շատ ծանր էր տանում։ Ֆրեդից երեխաները հաճախ վախենում էին, երբեմն ծաղրում, բայց միևնույն ժամանակ Ստեփանակերտում նրան բոլորը սիրում էին։ Ֆրեդը բավականին բարդ բնավորության մարդ էր, բավականին իր ասածին, բավականին անհանդուրժող, բայց միևնույն ժամանակ փափուկ սիրտ ուներ, երեխաների հանդեպ առանձնապես շատ մեծ սեր ուներ փոքրիկների հանդեպ։ Ուղղակի այդ չարությունը ես կնկարագրեի գալիս էր իր մանկական տրավմաներից։ Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում Ֆրեդը մնացել է Արցախում։ Նա այն մարդկանցից մեկն է, որը մնաց Ստեփանակերտում բռնի տեղահանությունից հետո։ Ֆրեդը հիշվում է նաև «Այ ժողովուրդ, սա աղկացեք, զգույշ կացեք, փիս պեներայինյան, ես վախում», նախադասությամբ։ Ինքը անընդհատ մրջունի պես ամեն օր տուն էր բերում ինչ-որ բան։ Փայտ կլիներ դա կլիներ կարտոններ, դա կլիներ, չգիտեմ, ինչ-որ բաներ, որ ասում էի Ֆրեդ, այդքան էծիբիլ ինչ ես բերում տուն, ասում էի, որովհետև շատ վատ օրեր են մեզ սպասվում, զգուշ եղեք, շատ վատ բան է լինելու։ Ինքը անընդհատ այդ վերջին ամիսներին ինքը կրկնում էր, բոլորին էր ասում, որ զգուշ եղեք, վատ բան է լինելու մեզ հետ, զգուշ եղեք, չգիտեմ, դա կանխազգացում է, դա ինչ է, դա չեմ կարող ոչինչ ասել, բայց որ դա բոլորը կվկային, ով որ Ֆրեդին ճանաչում է, կվկայի, որ իրոք ինքը զգուշացնում էր բոլորին։ Արցախում շատ քիչ հայեր են մնացել։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի, այնտեղ մնացել է ընդամենը 13 մարդ։ Ստեփանյանը նաև պատասխանել է, թե այնտեղ մնացած հայերը արդյոք ցանկության դեպքում կարող են տեղափոխվել Հայաստան։ Կարմիր խաչի բացակայության պայմաններում մի քիչ դժվար եմ այդ ամեն ինչը պատկերացնում, սա պետքա դեպքը լինի, որ կարողանանք ուսումնասիրել եւ հստակ պատասխանել, բայց այն խողովակը, որով նախորդիվ տեսեք, օրինակ 23 թվականի հոկտեմբերի սկզբից, երբ որ արդեն այլևս արցախյան կառույցները այնտեղ չկային, շուրջ 60 անձեր, 60-ից էլ ավել անձ մնացել էր, բայց դրանից հետո պարբերաբար Կարմիր խաչի միջոցով մարդիկ տեղափոխվեցին, հա? Խողովակը, որով որ հնարավոր էր այնտեղ մնացած մարդկանց տեղափոխել, Կարմիր խաչն է։ Դրանից հետո, երբ որ Կարմիր խաչն էլ այնտեղ չկա, ես ուղղակի չեմ պատկերացնում ցանկության դեպքում այդ մարդկանց ոնց կարող են տեղափոխել։ Պաշտպանը նաև անդրադարձել է Ստեփանակերտում 2 ամիս առաջ տեղի ունեցած վերջին դեպքին Կարեն Ավանեսյանի ձերբակալությանը, որին Բաքուն մեղադրում է ահաբեկության համար։ Որոշակի աշխատանքներ
դատարան դիմելու ուղղությամբ ենք իրականացրել, եվրոպական դատարան, նաև պահանջելով, որպեսզի Ադրբեջանը պարբերաբար դատարանին տրամադրի ինֆորմացիա տվյալ անձի վիճակի, առողջական վիճակի վերաբերյալ, ցավոք սրտի այս պահին առնվազն որևէ հստակ տեղեկություն չկա։ Ստեփանյանի խոսքով այդ դեպքից հետո երկար ժամանակ Արցախում մնացած հայերը զրկված էին հարազատների հետ կապից եւ պահվում էին ավելի խիստ պայմաններում։ Այժմ ըստ նրա կապը վերականգնվել է եւ նրանք կրկին կարողանում են խոսել իրենց ընտանիքների հետ։ Սվետլանա Պետրոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։